Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան սկսեց պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, ուժերը չափելով լատվիական Ռիգայի հետ։ Երևանյան թիմը այս մրցաշարում վերջին անգամ հանդես է եկել 2020-21 մրցաշրջանում։ Առաջին խաղակեսի մեկնարկային 15 րոպեներին տանտերերը ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, հարվածելով մրցակցի դարպասին։ Հանդիպման հաշիվը բացեց Հուգո Օլիվերան հանդիպման 63-րդ րոպեին, իսկ Կարլոս Ֆրանսան կրկնապատկեց իր թիմի առավելությունը հանդիպման 86-րդ րոպեին։ Ինչպես նշեց գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղա մամուլի ասուլիսի ընթացքում, ինձ դուր եկավ, որ խաղացինք Ռիգայի դեմ որպես թիմ։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին։ Խաղային դրվագները և մամուլի ասուլիսը կարող եք դիտել մեր եթերում։ Սկսում ենք Արարատ Արմենիա Ռիգա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հետխաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի հետ։ Միանգամից սկսենք հարցերը։ Համեցեք, Վարման ջան։ Երկու հարցում թիմը առաջին կեսին որոշակի ուներ, խաղային, նաև դժվարացրեց երկրորդ կեսը, առաջին 5-10 րոպեն, ինչի հաշվի հաջողվեց, դրանից հետո դուք փոխել խաղային ընթացքը խաղակարգի Es առաջին հարցն էր։ El equipo empezó con muchas dificultades el partido y en el segundo tiempo también tuvo dificultades, pero todo cambió. ¿Cómo ha sido eso? Bueno, son opiniones. A mí me parece que nosotros intentamos jugar bien en la primera mitad y salir de portería con el balón del otro lado. Ես մի փոքր այլ տեսակետ ունեմ առաջին խաղակեսի վերաբերյալ, կարծում լավ խաղակես անցկացրինք, ամենակարևորն այն է, որ կարողացանք գնդակով լավ դուրս գալ սեփական կիսադաշտից տուգանային հրապարակից։ Muitas vezes por questões de tempo, quando necesitávamos un pase más longo para los delanteros, ese pase no se dio, pero nosotros creamos vantagem posicional à frente porque os nuestros jugadores estavam 3 contra 3 e nuestros jugadores
en el nombre encontrábamos son jugadores muy fuertes, muy importantes. Մեզ համար ամենադժվարն այն էր, որ չէին կարողանում երկար խորքից փոխանցումները տեղ հասցնել հարձակվողներին, շատ դժվար էր գրոհել առաջին կեսում, որովհետև նրանց ֆուտբոլիստները անհատապես, ֆիզիկապես գերազանցում էին, մենապայքարներում էլ հաղթում էին։ Y otra cosa es que jugamos solos, no jugamos solos, jugamos con una equipa como Riga que tiene jugadores de mucha calidad. Բայց կարևորն այն էր, որ Ռիգայի նման որակյալ թիմի դեմ խաղացինք որպես թիմ ու դա հաջողության գրավականն էր։ Sí, pero sí concuerdo que cuando entramos en segunda mitad, porque terminamos la primera mitad y fuimos al vestuario y el césped estaba bien, pero cuando regresamos había lluvia. Todo eso tiene una influencia, pero la verdad que esos primeros 5 minutos de segunda parte nos costó entrar otra vez en el juego. Eso es treino porque nosotros tenemos que entrenar esa parte cuando hay una pausa y cuando hay un regreso para el juego y para una competición tan importante como esta. Երկրորդ խաղակեսի մեկնարկի իսկապես վաղ էր, քանի որ երբ վերադարձանք դաշտ, որ դառը տանձրև էր, դա իր ազդեցությունը ունենում է։ Մենք պետք է աշխատենք նրա վրա, որ երբ դադար է լինում, այդ դադարից հետո փորձենք ավելի լավ խաղալ, բայց լավ էր, որ առաջին այդ 5-10 րոպեներից հետո մենք վերագտանք մեր լավագույն խաղը։ Բաղարհայի բացակայության մասին նրանք դերևս գնացում էր, ինչպես է բանջը այս նախապատասխանական գոլի ընթացքում ծրագրեր խաղը, որ նրա բացակայությունը ավելի քիչ եղավ, եւ արդյոք նորերից ինչ-որ մեկը հենց նրա դիրքում խաղալու Se notó la ausencia de Valanta, cómo el equipo ha preparado por su ausencia, cómo va a jugar y si hay algunos nuevos jugadores que van a ocupar el lugar de Valanta. Sí. Nosotros tenemos una identidad y los jugadores se adaptan a la identidad que tenemos y yo también me adapto a los jugadores que tengo, claro, eso es muy claro. Թիմը ունի խաղային ինքնություն ու դա օգնում է բոլոր ֆուտբոլիստներին ավելի հեշտ ու ավելի արագ հարմարվել իրադարձություններին, զարգացումներին։ Pero Valanta terminó la época lesionado porque jugó el penúltimo partido de selección y no estaba pronto para este partido. Entonces, lo que tiene que hacer el entrenador es muy simple, arreglar jugadores que puedan cumplir en ese mismo plan de juego, esa misma identidad, pero con otras características. Y nosotros entendemos que Hugo nos aporta cosas por adentro distintas de los demás. Es un jugador más de conducción y creo que lo hicimos bien, lo preparamos bien y ha hecho un buen partido. Y para mí, la verdad es que la equipa estuvo segura y supo entender también el valor de Riga, porque Riga tiene cualidad como Իսկապես նկատվեց Վալենտայի բացակայությունը, առհասարակ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, նախավերջին տուրում խաղաց, վնասված ստացավ, բայց ինձ դուր է գալիս, որ թիմը վստահ է գործում, դա շատ է օգնում, իմ խնդիրն է այնպիսի ֆուտբոլիստների օգտագործել Վալենտայի դիրքում, որոնք թեկուզ եւ ունեն այլ հատկանիշներ որակական, այլ տվյալներ, այլ որակներ, բայց կկարողանան այդ բացը լրացնել, ուզում եմ առանձնահատուկ կերպով ընդգծել Օլիվեյրայի խաղը, նա գնդակով շատ լավն էր, երևի թե լավագույններից էր թիմում եւ ուզում եմ եւս մեկ անգամ կարևորություն տանք այս հաղթանակին, հաշվի առնելով թե որքան թոփ թիմ է Ռիգան, որքան բարձրակարգ թիմ է Ռիգան մրցակից։ Հարցը սենց Օլիվեյրայի մասին է, այսօր նա խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, արդյոք դա հատուկ հենց նրան հարգարժ դուրս բերելու միջոցը աշխարհները որ մյուս եզրային պաշտպանները նույնպես շատ լավն են, թե նրան տեսնում եք նաև կենտրոնական կիսապաշտպան պարզապես դիրքը փակելու համար։ Այսինքն ճոխությունը արդյոք արարատի համար նման լավ ֆուտբոլիստի պարեստայինների La pregunta es sobre Hugo Olivera, que hoy jugó como medio centro. ¿Qué es el objetivo que él juega como medio centro, medio campo? Porque ahora Armenia tiene muy buenas laterales. Es un
Sí, pero a poco ha respondido un poco a esta pregunta, porque nosotros teníamos a Arman y entrenamos con Arman también en esa posición, pero llegó un nuevo jugador para una posición 6 también, y tenemos un jugador que creo que va a ser muy importante en el futuro del club, que es Michel, pero es un jugador que llegaron hace 4 semanas. ¿Okay? Hugo, yo lo conozco desde chico porque trabajó conmigo en Oporto, trabajó conmigo en la primera división en Portugal. Y entonces yo sé lo que puede aportar a mi juego. Y hoy necesitamos muchas veces de un jugador que cuando recibiera el balón por adentro se girase y conducirse para la última línea. Y creo que lo ha hecho mucho mejor en la segunda mitad. Nosotros sí sabemos que él es defensor directo, pero es un jugador que entiende bien el juego. En la época pasada lo utilizamos también como extremo. Portanto, es un jugador que entiende muy bien el juego, tiene más tiempo de trabajo conmigo, porque en otros sitios también trabajó conmigo, y se adaptó bien al plano. Pero la cuestión no es la individualidad, sino lo que hizo la equipa. La equipa trabajó muy bien colectivamente, todos los jugadores. Ես շատ վաղուց եմ ճանաչում Օլիվերային, գիտեմ նրա բոլոր խաղային հատկանիշների մասին ու ես վստահ էի, որ նա այս դիրքում շատ լավ է խաղալու, հնարավոր է հետագայում էլ նա խաղակիսապաշտպանությունում, չնայած մրցակցությունը վստահաբար թեժ է լինելու այդ դիրքում։ Օլիվերան նախկինում խաղացել է նաև որպես եզրային հարձակվող, քանի որ շատ լավ է կարողանում կարդալ խաղը, բայց ընդհանուր առմամբ եկեք շատ չկենտրոնանանք կանոնների մասին, քանի որ ես լիացած եմ նրանով, թե ինչպես խաղաց ամբողջ թիմը։ Այացել, Ռոբերտ։ Շնորհավոր եմ por la victoria. Gracias. Yo hablo español, ¿eso? Un poco. Un poco խոսում ես իսպաներեն։ Un poco. Ինչպես խաղից առաջ ստան մտածել եք, թե որ երկի արդյունքը ձեզ կբավականացնի կամ ինչպեսի երկի դեպքում ինչ պլաններ ունենաք հետագայի համար։ Երկու զրով աշխով հաղթանակ տարակ, արդյոք սա լավագույն երկն է, թե միգուցե այսպիսի աշխով կարող է այսպես ավելել հանգստություն միգուցե բերել, կամ այնպիսի հաշիվ է, որը ավելի վստահ թուրք մոդենան երկրորդ բանի։ Seguro que estabas pensando antes del partido sobre el resultado. ¿Cómo es el 2-0? ¿Es buen resultado o puede traer una falsa relajación? No puede. Y cuando terminó el partido y todos los jugadores regresaron al vestuario, yo les he dicho eso. Nosotros hicimos muy buen partido, solamente hicimos un partido y lo ganamos, pero Riga tiene muy buena equipa, muy buenos jugadores. Yo los conozco algunos, nomeadamente porque estoy muy atento a la Championship de Inglaterra, los sub-21 y los sub-23, de donde ha venido el número 18. Tienen jugadores de cualidad y si nosotros no estamos a un nivel top, nos pueden sorprender. Aquí en Champions, cuando te descuidas, no tienes, cuando hay una relación, no tenemos como parar un adversario. Ես դες վստահեցնում եմ, որ այս հաշիվը, այս ելքը ոչ մի կերպ չի կարող մեզ ավելորդ կերպով հանգստացնել։ Առաջին բանը, որ արեցի խաղից հետո, երբ մտա հանդերձարան, ֆուտբոլիստներից ասացի, որ սա լավ խաղ էր, սա լավ արդյունք էր, բայց հիշում ենք պատասխան խաղի մասին, սա ընդամենը մեկ հանդիպում էր, իսկ Ռիգայում շատ դժվար է լինելու, որովհետև նրանց կազմը իսկապես շատ լավն է, ես հետևել եմ Championship-ին, անգլիական տարբեր դիվիզիոնների առաջնությունների, որտեղ խաղացել են կամ խաղում են որոշ ֆուտբոլիստներ լիգայի կազմում, ու առհասարակ սա շատ բարդ մրցակից է, պետք չէ դրա մասին մոռանալ, սա լավ արդյունք է, բայց ամեն ինչ կորոշվի պատասխան խաղով։ Շատ մարզիչներ կարևոր խաղերից առաջ խոսակում են թիմի ինչ-որ այլ բաներով շեղել, մի քանի օր առաջ տեղի ունեցավ նոր ֆուտբոլիստների շնորհանդեսը եւ երկրպագուների հետ հանդիպումը, այլ դուք ինչպես եք նայում դրան եւ որքանով այդ շփումը
atrás ha sido una presentación de los nuevos jugadores. Ellos se revieron a los fans, a los aficionados. ¿Es buena para ellos? ¿Es una motivación para ellos? ¿O puede ser un problema por acá? ¿Cómo ves eso? Ningún problema. O sea, nosotros hicimos una presentación muy importante porque me parece a mí que cuando ganamos el título y teníamos que recibir el trofeo de personas importantes del presidente de la federación, no lo hicieron, pero las personas de organización de nuestro club quisieron hacer algo con impacto para nuestros jugadores. Y nuestros jugadores vienen para trabajar todos los días. Mira que hoy jugamos con 2 jugadores nuevos solo y después tuvimos que hacer un cambio. Nosotros en este nivel y conmigo aquí tenemos que tener responsabilidad para dar todos los días el máximo de nosotros. Cuando damos el máximo todos los días no hay problema ni con los fans, ni con los adeptos, ni con los entrenadores, ni con la estructura del club. Okay? Շնորհանդեսը նոր ֆուտբոլիստների հանդիպումը երկրպագուների հետ ոչ մի կերպ չի կարող լինել որևէ խնդիր կամ ապակենտրոնացում։ Ընդհակառակը գտնում եմ, որ հաջողությունը տոնել է երկրպագուների հետ եւ հանդիպումները, նմանատիպ միջոցառումները միայն լավ կարող են անդրադառնալ եւ չեն կարող ապակենտրոնացնել, որովհետեւ իմ թիմում հանդերձարանում ունեմ շատ հստակ դրված կանոն, որ բոլորը ամեն օր պետք է մարզվեն, պետք է կենտրոնանան խաղի վրա, մարզումների վրա եւ պետք է տան իրենց առավելագույնը։ Una cosa más que le quiero decir. Es muy simple. Lo único que yo le pedí cosas muy simples a los jugadores, pero una le pedí con importancia. Nosotros jugamos el primer partido de la Armenia en playoff de Champions. Somos unos privilegiados. ¿Okay? Pero no jugamos solamente por Ararat Armenia. Puede no gustar de Ararat Armenia, pero nosotros jugamos por el país, ¿okay? Por Armenia. Nosotros somos el club que más jugadores tiene en la selección nacional, ¿okay? Y por tanto eso tiene mucha importancia para mí, que trabajo en un país que me gusta y que mi familia se adapta muy bien. Ուզում եմ հավելել ևս մեկ շատ կարևոր բան, մեծ պատիվ է Արարատ Արմենիան ներկայացնել Չեմպիոնների լիգայում, մարդկանց կարող է թվալ, որ մենք պարզապես ներկայացնում ենք ակումբը, բայց իրականում ներկայացնում ենք ամբողջ երկիրը, Հայաստանը, ու շատ կարևոր է ինձ համար, որ Արարատ Արմենիան շատ հայկական ակումբ է, ամենաշատ ներկայացուցիչներն ունի Հայաստանի հավաքականում, եւ ինձ համար այդ ամենը շատ կարևոր է, նաև շատ եմ սիրում այս երկիրը ու ես ընտանիքիս հետ շատ լավ ադապտացվել եմ այստեղ։ Սովորաբար երեք բան փոխարինում շատ ազատ է։ Ուրախություն մարդու երեք փոխարինում։ Ինչ ապակում է շատ Hoy ha hecho 3 cambios. En el mismo momento, 3 cambios. ¿Qué objetivo eso tuvo? Sí. Buena pregunta. Porque nosotros tenemos muy poco tiempo de preparación. Մենք շատ քիչ ժամանակ ունենք պատրաստելու համար։ Riga tiene su competición en la parte media de temporada. Ռիգան իր առաջնության միջնամասում է այս պահին։ Y nosotros sabíamos que los jugadores que vinieron y que tienen menos tiempo de preparación Իսկ այն ֆուտբոլիստները, որոնք նոր են եկել, պատրաստվելու քիչ ադապտալու քիչ ժամանակ։ jugaríamos 60-65 minutos. Խաղացին 60-ից 70 Y por eso preparamos eso. Giro estaba jugando muy bien, pero yo necesitaba un jugador más vertical. Por eso metemos a Francia. Շավոյանը լավ խաղաց, բայց խաղի այդ հատվածում ավելի այսպես ուղղայած ֆուտբոլ խաղացող ֆուտբոլիստի կարիք ունեի։ Tiramos a Sandro Lima porque tiene 10 días de preparación con nosotros, ¿ok? Սանդրո Լիման փոխարինվեց, որովհետև ընդամենը Y 10 օր էին ճակում։ quisimos meter Badu porque esto es
físicas, porque és um jogador vertical, por duelos e isso. Portanto, são cambios que têm que ver com a individualidade, mas têm que ver também muito com a parte física neste momento. Փոխարինումները ունեին անհատական այսպես նպատակներ, բայց առաջին հերթին ֆիզիկական առումով էլ կարևոր էին։ Pero tuvieron éxito, porque nosotros muchas veces hacemos cambios y no mejoramos la equipa. Ամենակարևորն այն էր, որ այդ փոխարինումները արդյունք տվեցին, որովհետև լինում են դեպքեր, երբ կատարում են փոփոխություններ, բայց թիմի խաղը այնքան էլ չի բարելավում։ Tivemos que meter a Bruno Wilson, por lástima perdemos a Malis, y ese jugador también tiene mucho poco tiempo con nosotros, mucho poco tiempo de treino. También es un risco usarlo en este momento. Ցավոք Մալիսի գործին վնասվածքի պատճառով Ֆահադաշ մտավ Բրունո Ուիլսոնը, որը շատ քիչ ժամանակ ուներ պատրաստվելու, դա իմ կողմից ռիսկ էր այս խաղում նրա դաշտ դուրս մտցնելը, բայց ռիսկը արդարացվեց շատ հաճախ։ Cuando preparamos un plano para un juego, preparamos un plano no solo táctico, preparamos un plano también global que tiene que ver con estas incidencias físicas, y hasta el tiempo también tiene influencia. Երբ պատրաստվում ենք ինչ-որ խաղի, ոչ միայն տակտիկական կողմերն ենք հաշվի առնում, այլ նաև այսպես ասած ֆորս մաժորային իրավիճակները, նաև եղանակային պայմանները ու փորձում ենք բոլոր զարգացումներին պատրաստվել։ Ձեր գրեթե բոլոր նորեկները 28-29 կամ 30-անց են, արդյոք ձեր պահանջն է եղել, որ նորեկը լինի փորձառու կայացած ֆուտբոլիստ, թե անկելակացված։ Casi todos los nuevos jugadores tienen 28 o 29 o más de 30 años. ¿Tú has pedido que serían jugadores con más experiencia o eso solo ha sido así? Bueno, lo que ha pedido es muy simple. Para mí el fútbol, yo que jugué fútbol es muy simple. La edad no es un regulador. Lo que regula las cosas es la cualidad del jugador. Ինձ համար մեկ բան շատ հստակ է եղել դեռ այն տարիներից, երբ ֆուտբոլիստ էի։ Ֆուտբոլիստի համար տարիքը պարզապես թիվ է։ Ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը որակն է ֆուտբոլիստի։ Pero la edad tiene experiencias, tiene vivencias y todo eso tiene una influencia grande en el juego. Բայց որքան մեծ ես լինում, բազը որ փորձը մեծ է լինում ու դա էլ շատ կարևոր է։ Porque esa cualidad que ganas repetiendo trenos, repetiendo juegos, te da una experiencia para poder jugar y afrontar estos partidos grandes con más seguridad. Տարիքը այդ անընդհատ կայացող հանդիպումները բարձր մակարդակներում թույլ են տալիս նման ֆուտբոլիստների ավելի պատրաստ լինել նմանատիպ հանդիպումների։ Pero no vamos a descuidar los jugadores que tenemos jóvenes y que queremos proyectar. Բայց սա չի նշանակում, որ աչքաթող ենք անելու, անտեսելու ենք երիտասարդներին։ Մենք շատ ենք ուզում, որ նրանք իրենց պոտենցիալը իրացնեն։ Porque sí, sabemos, tenemos a Eloyar, tenemos a Michel, tenemos a jugadores de formación que trabajan con nosotros y que tienen que madurar un poco a nivel de conocimiento de juego para después tener a su oportunidad. Para mí me da igual que tengan 19 años o que tengan 35, me da igual. Մենք ունենք Էլոյանին, Միշելին, նաև այլ տաղանդավոր ֆուտբոլիստների երիտասարդական թիմերից, մենք ամեն ինչ անելու ենք, ամենօրյա աշխատանք ենք կատարելու, որպեսզի նրանք էլ շատ մրցունակ դառնան, լինեն մեկնարկային կազմում, այնպես որ ինձ համար տարիքը առաջնային պահանջ չէ, որ ֆուտբոլիստը ամենալավը խաղաց, նա էլ կլինի մեկնարկային կազմում։ Ռոբերտ, վերջին հարցը։ Թեմայից դուրս Հոկանով ծանոթ Պորտուգալիայի հավաքականի դուսմանարը և ասցես Ռոբերտ Պորտուգալիայի հավաքականի խաղային խնդիրները, որ նրանք չկարողացան ավելի ¿Cómo reaccionó la derrota de Portugal y cuál han sido los problemas? Yo he tenido la fortuna de poder jugar 3 años en España. Sé mucho de la calidad de los jugadores españoles. Ես վաղտ եմ ունեցել 3 տարի խաղալ Իսպանիայում ու գիտեմ իսպանական ֆուտբոլի որակը շատ լավ։ Me gusta mucho cómo juega España. Ինձ շատ է դուր գալիս ինչպես է խաղում Իսպանիայի հավաքականը։ Pero tengo todo el respeto por nuestro seleccionador, pero nosotros no jugamos bien en el mundial.
Ամենայն արգանքով մեր գլխավոր մարզչի հանդեպ թիմը լավ չխաղաց։ ¿Y cómo no jugamos bien? No seguimos adelante. Ganó el mejor. Es simple. Կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ բաց է, հաղթեց արժանի։ Quedé triste. Sí, quedé triste. No me Տխուր եմ, gustó. այո, տխուր եմ։ Շնորհակալություն Այգերի Գոմիկյանե։ Una otra cosa que quería decir, agradecer mucho el trabajo de todo el equipo de Argentina, los jugadores que fueron fantásticos, todos, la organización del club, que es su primera vez en una importancia tan grande como es la playoff de Champions, y a los árbitros también. Es muy importante, sentimos calor de las personas y sentimos que tenemos una casa bonita con bastante gente. Եվ մեկ կարևոր հավելում, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ամբողջ Արարատ Արմենիային, ֆուտբոլիստներին առաջին հերթին, նրանք բոլորն այսօր ֆանտաստիկ էին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, որոնք եւս շատ լավ պատրաստ էին այս հանդիպմանը, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք իսկապես այդ ջերմությունը մեզ փոխանցեցին տրիբունաներից։